Նշեմ, որ սիգի բնօգտագործման նշեցիք, որ սիգի դրույքաչափը բնօգտագործման վճարն ենք բարձրացրել, բայց սկսեմ, որ սա ավելի լայն փոփոխություն է իրականացվել եւ 25 թվականի ապրիլին ընդունվել է հարկային օրենսգրքի փոփոխությունը, որով վերանայվել են կենսապաշարների բնօգտագործման վճարները։ Նշենք, որ բնօգտագործման վճարները դրանք բնական ռեսուրսների կառավարման տնտեսական մեխանիզմներ են, նրանց արդյունավետ օգտագործման եւ բնօգտագործման վճարները գեներացվում են պետական բյուջեում այսօրվա մեր կարգավորումներով։ Ինչևէ, այս նպատակը ինչն էր, որպեսզի ռեսուրսների արժևորվեն, այսինքն դրույքաչափերը վերանայվել էին շատ վաղուց, այսինքն 2006 թվականին էին վերանայվել մեկ անգամ դրույքաչափերը, դրանից հետո կիրառվել էին որոշակի գործակիցներ նոր հարկային օրենսգրքի ընդունմամբ, սակայն դրանք բավական ցածր են, որպեսզի ճիշտ գնահատվի ռեսուրսի արժեքը։ Բոլոր կենդանական աշխարհի տեսակների համար դրույքաչափերը ավելացվեցին այս կարգավորումով մոտ 2 անգամ, սակայն սիգ ձկնատեսակի համար այս պահի դրությամբ գործող դրույքաչափը 65 դրամ է, այն ավելացվեց մոտ 3 անգամ, որ 26 թվականի հունվարի 1-ից դրույքաչափը սիգի համար սահմանվել է արդեն 200 դրամ։ Մյուս կենդանատեսակների մասով դրանք մոտ կրկնակի անգամ են ավելացվել։ Եվ եւս մեկ անգամ նշում եմ, որ այս դրույքաչափերի ավելացումը նպատակ ունի արժևորելու մեր ռեսուրսները։ Բայց բացի դրանից կարգավորումը միայն դրույքաչափերի ավելացմամբ չի պայմանավորված, փոխվել է ընթացակարգը վճարման։ Եթե այսօր գործող օրենքով մինչև ուժի մեջ մտնելը 26 թվականից վճար պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, 26 թվականի հունվարի 1-ից վճարները պետք է իրականացվեն արդեն տրամադրված չափաքանակի համար։ Սա ինչ նպատակ է հետապնդում, որովհետև եթե դիմելու համար, եթե դիմումը որևէ կենդանիների օգտագործման համար տնտեսվարող կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այստեղ կարևոր չի, եւ ստանում է համապատասխան իրավունքը, արդեն այս դեպքում հետո ստանալով այդ մեծ չափաքանակը փաստացի կարող է օգտագործել շատ ավելի քիչ, մյուսին զրկելով իր չափական, այսինքն արդարացի բաշխման մեխանիզմ է այստեղ դրվել, որ յուրաքանչյուրը սպառի այնքան, ինչքան իրեն անհրաժեշտ է, այսինքն չվերցնի մեծ չափականակ եւ ասի օգտագործել եմ օրինակ սիգը վերցնում ենք շատ ավելի մեծ չափականակով, բայց փաստացի որսվել էսքան եւ փաստացի մյուսին, որը կարող էր այդ չափականակը օգտագործել, այդ իրավունքից զրկվում է։ Սա է եղել հիմնական նպատակը այդ մեխանիզմի արդարացի բաշխման համար։ Այսինքն դա որոշակի առումով կզսպի ստիպված կլինեն այնքանի համար դիմել, ինչքան նախատեսում են կամ իրենց այո, ես սա վերաբերում է բոլոր կենսապաշարներին, այսինքն այստեղ տարանջատված չէ սիգը, թե կաքավը կամ այլ որսատեսակ թույլատրելի իրահարկել, եթե